Ողջույն բարեկամներ, այսօր հաճախ տրվող հարցեր բաժնում ենք և քննարկելու ենք անգլերեն այբուբենի տառերի, հնչյունների յուրահատկությունները։ Անգլերենի 26 տառերից որ տառերն են, որ իրենց այբնական անուններով չեն կարդացվում։ Պարզ է հարցը։ Հիմա պարզաբանելու համար պետք է սկսենք հայերենից, իսկ մինչ սկսելը առաջարկում եմ բաժանորդագրվել անգլերեն զրոյից և դասապատրաստում դասընթացին, բաժանորդագրվել, լայքել և գրել ձեր մեկնաբանությունները։ Հիմա սկսենք, համեմատում ենք հայերենի հետ, որպեսզի ավելի պարզ լինի։ Հայերեն ունենք 36 տառ, 39 հնչյուն։ 36 տառերը, եթե հերթով մենք վերցնենք, օրինակներ բերենք, պետք է ասենք այսպես. օրինակ ա տառով, ա տառը և իրենով սկսող բառը, ա արագիլ, ասում ենք այով մի բառ ասա, ասում ենք արագիլ, բ-ով մի տառ ասեք, բուրդ, բերդ, բարդ և այլն, գ-ով մի տառ ասեք և գ-ով գ գետ, գ գիրք և այլն, դ-ով մի տառ ասեք, դ դպրոց և այլն։ Ինչ կասեք անգլերենի մասին։ Արդյոք հնարավոր է այս նույն բանը անգլերենում։ Նախորդ ասեմ, որ ոչ։ Իսկ ինչու ոչ, ունի իր պատճառները եկած դարերի խորքից։ Հիմա սկսենք, հիշենք, որ անգլերենը ունի 26 տառ, 26 տառից 20-ը բաղաձայն և 5-ը ձայնավոր, 1-ը կիսաձայն։ Գիտեք, որ Y-ը կիսաձայն է, որոշ դեպքում ձայնավոր է կոչվում, որոշ դեպքում նայած բառի մեջ որ դիրքում է գտնվում, բաղաձայն կամ ձայնավոր։ Հիմա բաղաձայնները նշված է արդեն այստեղ, չբարձրաձայնեմ, ինքներդ կկարդաք, ես սկսեմ առաջին տառից։ Ուրեմն այբուբենի առաջին տառը A անվանումը, A, հայերեն եմ գրել A, և կարդում ենք A։ Հիշեցնեմ, որ այսօր խոսում ենք ոչ թե A տառի ընթերցանության ձևը տարբեր դիրքերում, այլ միայն այն դեպքը, որ A տառով, ինչպես A արտասանում ենք այբուբենի մեջ, այդպես էլ բառի մեջ պետք է բառի սկզբում կամ բառի մեջ կարդանք A։ Այդ դեպքն ինչպես ասում ենք A արագիլ, B բադ, B բուրդ և այլն։ Այդ միայն ու միայն այդ դեպքն է քննարկում, նորից կրկնեմ, որ մյուս դեպքերը, որ A-ը կարող է կարդացել Ա, և այլ դիրքերում, այլ հնչյուններով, դրանք չեն քննարկում, միայն այնպես, ինչպես իր անվանումով պետք է կարդացվի, որ բառերում։ Հիմա սկսենք, օրինակ, ասում ենք A տառը, A կարդում ենք, այբուբենի տառը, և A-ով պետք է բառ ասենք։ A, able, կոչվում է կարող, ընդունակ, A կարդացինք տառի անունը և A-ով բառ, April, apron, գոգնոց, April, ապրիլ ամիսը։ Հիմա B տառը, ուշադիր դուք հետևեք, որ տեսնեք, որ դեպքում այդպես չի կարդացվելու։ B տառը, ուրեմն այբուբենի երկրորդ տառն է, կարդում ենք B։ B տառը այբուբենի կարդալու ենք B։ Բառի մեջ տեսնում ենք B book, B big, B bag, B brave, B balloon, B butter, B bedroom։ Ուրեմն A և B տառերը ունեն իրենց սկզբնական ձևը, ինչպես կա, այնպես էլ կարդում ենք։ Անցնում ենք C տառին։ C տառի անունը C, հայերեն կողքը գրել եմ S, կարդալու ենք S։ Հիմա S cinema, S ceiling, S celebrate։ Սա նույնպես չի փոխվում։ D տառը անունը D, D կարդում ենք D։ D dog, D dentist, D drum, D dictate, D doctor։ Անցանք E տառին։ E English, E ear, E early, E east, E eat։ Նորմալ է, նույն ձևով կարդում ենք։ Անցանք F տառին։ F կարդալու ենք F։ Football, F football, F face, F French, F France, F freedom, F furniture։ G տառը, ուրեմն G անունը կարդում ենք G։
J gypsy, J giant, J general, նորմալ է, J gentleman, J geography։ Այստեղ եթե դուք դերինով եւ աստղանիշով տեսնում եք, որ զգուշացում, որ H տարը արդեն նույն ձևով չեն կարդալ։ Հիմա ուշադրություն դարձրեք։ Անունը H։ Բառի մեջ երբեք H չեն կարդալ, կարդալ ենք H։ Հիմա պատկերացրեք hat բառը, գլխակ hat։ Եթե տարի անունը ինչպես այնտեղ ասում ենք April, նույն ձևով H տարը կարդամ H եւ հաջորդ երկու տարերը ինչ կլինի գլխարկ բառը մենք ասում ենք hat իրականում, բայց պետք է կարդանք H hat։ Պատկերացնում եք ինչ է ստացվում, բայց մենք H բառի մեջ չենք ասելու, H ենք կարդալու։ Երբեք ընթերցանությունը չի համապատասխանում բառի անվանմանը այբուբենի մեջ։ Ուրեմն այս մեկը հիշեք H։ Ուրեմն անունը H կարդում ենք H եւ հաջորդ բառը hen, had, hard, heard, hate, hear, heart։ Այ տարը անունը I կարդում ենք I։ Այ տարը նույնպես այնպես ինչպես կա փոփոխություն չունի, I ուրեմն I-ը կկարդանք։ Այստեղ ուշադրություն դարձրեք հետաքրքիր մի հանգամանքի գրել ենք մեծատառով, երբ գրում ենք այբուբենում I տարի անվանումը եւ I տարը գրել եմ I ես։ Պատկերացրեք ինչ եմ ասում։ Եվ տարն է I կոչում, եւ եսը I։ Մյուսը սառույց ice, idea, գաղափար, island, s-ը չեն կարդալու, island, կղզի, iron, կոչում է եւ երկաթ եւ հարթուկ։ Ուրեմն սա էլ փոփոխություն չունի, J տառը կարդալու ենք J, նույն ձևով J jam, J January, J job, J jelly, J June, J June, J July։ K տառը կարդալու ենք K, K բանալի, kind, բարի, kitchen, խոհանոց, king, թագավոր, keep, պահել, ուրեմն K, ինչպես տրված էր այբուբենում անվանման մեջ K։ Անցանք L տարին կարդալու ենք L, այբուբենում L կարդում ենք L։ L lamp, L long, L look, L light, L lemon, L little, բոլորը L։ M տարը անունը M կարդում ենք M, man, man, mouse, morning, mushroom, minute, map եւ Monday։ Անցանք N տարին անունը N կարդում ենք N, name առաջին տարերը նայում ենք night, not, nail, never, nice, number։ Իհարկե, եթե բառի սկզբից տվել եմ, չի նշանակում, որ բառի մեջ կամ բառի վերջում N տառը կամ մյուս այբերի տառերը այլ կերպ պետք է կարդացվեն։ Ոչ, եթե N, ուրեմն N, եթե M, ուրեմն մի խոսքով այնպես ինչպես տրված է, այնպես էլ կարդանք։ Ուղղակի ես սկզբնատառերն եմ գրել։ Հիմա O տառը O, ուրեմն O կարդանք ox, O ox, O open, O old, O ocean, O object, O only։ Նույնը մնաց P տառը P են կարդալու, P pig, P pupil, P people, այստեղ pupil, այստեղ people, աշա pupil եւ people աշակերտ, pupil աշակերտ, people ժողովուրդ մարդիկ։ P pen, P pencil, P person, P present։ Անցանք հասանք նորից դեղինին, աստղանիշ։ Q տարը ուշադրություն դարձրեք, անունը Q։ Ինչ յուրահատկություն ունի այս տարը։ Իհարկե H տարի նման չէ, բայց ունի իր յուրահատկությունը։ Q տարը երբեք առանձին ինքը չի գործածվում։ Եթե Q գրենք, հետո ցանկացած տառ չկա այդպիսի բան։ Q տարից հետո անմիջապես երկրորդ տառը պետք է լինի U։ Q հետո U։ Բոլոր բառերում այդպես է Q-ն հանդես է գալիս U տարի հետ միասին եւ կարդում ենք ոչ թե QU, այլ KW, question, question, հարց, quickly, queen, quite, quiet, բառերը տարբեր են այ գրությունը, quite, վերջում ի բավականին, quiet, հանգիստ, ուրեմն Q-ն U տարի հետ միասին միավորում է եւ կարդացում է Q։
Սա էլ հիշեք, անցնում ենք R տառին, որը կարդալու ենք R. Room, rule, ruler, ring, radio. Rain, recover, բոլորը կարդացինք R. Անցնում ենք S տառին, կարդալու ենք S. Ուրեմն C. Երկու հատ C եմ գրել, մեկը երկու հատ E եմ, նայեք, տեսնելը, ծովը S-E-A, ուրեմն C, բայց երկուսն նույն ծով են կարդում, C, առաջինը երկու հատ E-ով տեսնել, E-A-ով ծով, C, երկելը, երկու անգամ անգլերեն չեմ գրել այստեղ ոչինչ, C, ծով, ուրեմն երկել, sing, soap, օճառ և soup. Այս երկու բառերին ուշադրություն դարձրեք, օճառը գրում է so-up, իսկ soup-ը գրում է so-up, o-up, soap, soup. Salad, soldier, այսօր ջեմ կարդալու, և south, հարավ. T տառը կարդալու եմ T. Tree, tea, table, two, twins, time. Այստեղ երկու բառ կարդացի two և երկու O-ով և TWO, երկուսն նույն ձևով է կարդացում, երկու հատ O-ով կարդում ենք two նույնպես, հաջորդ բառը կարդում ենք two նույնպես, թարգմանվում է երկու. Անցանք U տառին, կարդալու ենք U. Useful, useless, usual, unit. V տառը կարդալու ենք V. Ուրեմն V, village, V, voice, V, very, V, visit, V, visitor, V, verb. Երկու անգամ եմ գրել. Նորից դեղինը. W տառը այբուբենում կոչվում է W, բայց բառի մեջ երբեք W չեն կարդալու, ինչպես H տառն ենք ասում, կբացատրեմ, ուրեմն այս W-ն բառի մեջ կարդալ ենք U. Հնարավոր չէ հայերենում նույն հնչյունը գրել, մոտավոր գրում ենք, այսպես է գրվում U հայերենով, ոչ թե V, այլ շրթունքները մի փոքր կլորան U. Հիմա տեսեք ինչպես են կարդալ window, woman, wife, when, why, where. Ինչու ասացի H-ի նման, H-ի նման. Նորից W փոխարեն, եթե ես մյուս տառերի նման դնեմ և կարդամ, պետք է այստեղ ասեմ W-window, ասեմ W-woman, W-I-wife, մի խոսքով անկապ ինչ-որ բան, մի խոսքով այս W բառը չեն կարդալու, W բառի փոխարեն, այս տառի անվան փոխարեն, կարդալ ենք U. Window, առաջին տառ window, նայում եք, և առաջին և վերջին տառերը նույն ձև, window, և առաջին և window, woman, wife, when, why, where. X տառը կարդալու ենք X, fox, box, ox. Y տառը, հիմա դեղինով. Y տառի անունը ասացինք Y. Y-ը ինքը չնայած Y, բայց ոչ մի անգամ տառը մյուսների նման կրկնեմ, որ Y չենք կարդալու. Կարող ենք կարդալ մի դեպքում I, մի անգամ E, մի անգամ Y, նայած որ դիրքում է գտնվում տառը, Y տառը բառի մեջ որտեղ է գտնվում. և այս տառերից, ուրեմն որից է մեկով է կարդալու, ոչ մի դեպքում Y չենք կարդալու, այնպես ինչպես այբուբենում է. You, yard, yesterday, հիմա այս yesterday բառի մասին, տեսեք բառի սկզբում կարդացի yesterday, կրկին day կարդացվեց, yellow, young. Ուրեմն մնաց Z տառը. Z տառը կարդում ենք Z. Zero, zinc, zebra և zoo. Ուրեմն քանի տառ եղավ 26 տառից Y-ը 1,
W2 Q-ն 3 H-ը 4 4 տար 26-ից 4-ը իր անունով չի կարդացվում կարդացում եմ միանգամից ուրիշ անուն ունի եւ ուրիշ մեկ այլ ձև կարդացում եմ այնպես ինչպես պատկերացեք այսպես եթե ունեք ծանոթներ ընկերներ կամ տան անդամներ որ ծննդականով անունը մի անուն ունի բայց դրսում բակում ընկերների մեջ կամ հարևանների մեջ մեկ այլ անուն ունի ասենք կարող է իր իսկական անունը ծննդականը նույնիսկ չիմանան հարևանները այ նման մի բան է այս 4 տառերը որոնց մասին խոսեցիք ուրեմն այսօրվա համար այսքանը կհանդիպենք goodbye